Ամառային զով աստղազարդ երեկո, տաքուկ ծածկոցներ, քաղցրավենիք և անհավանական գործարանի մասին ֆիլմ։ Գեղարքունիքի մարզային գրադարանի մանուկ ընթերցողները դիտում են «Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմը։ Ռոալդ Դալի համանուն վիպակի հիման վրա ստեղծված ֆիլմը հավասարապես գրավել է գիրքը կարդացած և չկարդացած փոքրիկներին։ Բացօթյա կինոդիտումը մարզային գրադարանի և Կինոդուս նախաձեռնության միջև գործակցության շրջանակում է։ Քանի որ կար գիրքը, հեքիաթը, որը իդեպ Տիկին Համբարձումյանը ասեց, որ գրադարանում շատ են վերցնում, գրեթե գրադարանում չի մնում այդ գիրքը, ու մենք ընտրեցինք նաև այս ֆիլմը, որովհետև դա հիանալի միջոց է գրադարան, գիրք և նաև կինոմշակույթ կապը ապահովելու համար։ Բազմամարդ և ոչ ունևոր ընտանիքում մեծացող Չարլին շոկոլադե սալիկի ոսկետոմսը շահած 5 երեխաներից մեկն է։ Նշանավոր շոկոլադագործի գործանում անցկացրած մեկ օրվա ընթացքում բացահայտվում են երեխաների և նրանց ծնողների բնավորության գծերն ու դաստիարակության մեջ թույլ տրված սխալները, նրանցից յուրաքանչյուրի արժեհամակարգը։ Ֆիլմի ընտրությամբ մարզային գրադարանը ոչ միայն խրախուսում է ընթերցանությունը, այլև Չարլիի օրինակով սովորեցնում արժևորել ընտանիքը։ Նպատակն է մշակույթի տարբեր ճյուղերով խթանել ընթերցանության զարգացումը։ Գրադարանը, ինչպես միշտ, փորձեց դառնալ մշակութային միջավայր գրքից ֆիլմ և ֆիլմից գիրք տանող ամենալավ ճանապարհը գտնելու համար։ Ֆիլմի դիտումն ավարտելուց հետո փոքրիկներն իրենց տպավորություններն ու քաղած դասերն են ներկայացնում։ Շատերն են արդեն ցանկանում ընթերցել գիրքը։ Շատ հետաքրքիր էր, շատ ուսուցողական էր, ու ինձ շատ դուր եկավ։ Գիրք չէի կարդացել, տեղյակ չէի, որ գիրք կա։ Երբ իմացա, որ գիրք կա, ցանկություն ունեցա կարդալու, ու իսկ մատը կկարդամ։ Գրադարանից կվերցնեմ և կկարդամ։ Ես կարդացել էի այս գիրքը, բայց գրեթե 1.5 տարի առաջ, ու այս ֆիլմը նայելով ես ամրապնդել եմ այս գիրքը ավելի վառ էմոցիաներ ստանալով։ Շատ շնորհակալ եմ նման բան կազմակերպելու համար։ Գիրքն էլ իր հետաքրքրությունն ունի, իր էմոցիաները, երբ կարդում ես, ոնց որ քո մեջով անցնում, բայց ֆիլմը երբ նայում ես, դիմացինիդ խաղը երբ տեսնում ես, ավելի լավ ես պատկերացնում այդ գրքի մասին, կատարվածի մասին։ Տարբեր գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրությունն առաջին անգամը չէ, որ գրադարանի բացօթյա տարածքում համախմբում է տարբեր տարիքի ընթերցողների, բայց երկնքի տակ կինոդիտումները շարունակվելու են։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։